Հանգիստ լիարժեք դարձրեք Գարիկի մոտ, Palm Springs-ի մոտակայքում, Ինդիո քաղաքում։ Ամբողջովին նորոգված, հարմարավետ 3, 5 եւ 6 սենյականոց 5 աստղանի առանձնատներ մինչեւ 20 հոգու համար։ Բացօթյա կինոթատրոն, լողավազաններ, ջագուզիներ, մանգալներ։ Մոտակայքում լավագույն աուտլետներ եւ կազինոներ։ Դրախտային միջավայր լճի ափին, նավով զբոսնելու հնարավորությամբ ընտանիքների, ընկերների եւ զույգերի համար։ Զանգահարեք նախապես 707 777 77 11 կամ այցելեք garikimot.com։ Անմոռանալի հանգիստ, միայն ու միայն Գարիկի մոտ։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքները։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Բարեկամներ, գնացեք Երևան Post Granada Hills-ում, տվեք վրեժի անունը եւ ստացեք բացառիկ զեղչ։ Օդանավով ծանրոցի առաքում փաունդը ընդամենը $1.99։ Այո, փաունդը 1.99։ Բարև ձեզ հեռուստադիտող բարեկամներ, ABC հեռուստաընկերության ուղիղ եթերում մի մեդալի պատմություն հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Մինչ բուն թեմային անդրադառնալը ուզում եմ մի փոքրիկ գովազդի այդպես ձևով տեքստ հրապարակել, հավանաբար Գլենդելում ապրող մեր քաղաքացիները գիտեն, որ հիմնականում Citizen հայերը գիտեն, որ մայիսի 2-ին տեղի ունենալու քվեաթերթիկների բաժանում Գլենդելի քաղաքապետարանի անդամության տեխնացուների, ուրեմն ընտրություններից առաջ, 1 ամիս առաջ տեղի ունենալու ուրեմն քվեաթերթիկների բաժանում, իսկ հունիսի 2-ին տեղի ունենալու քաղաքապետարանի խորհրդի անդամների ընտրությունները, գիտեք, հայ ազգությամբ հայ 9 տեխնացուներ մասնակցում են այս ընտրություններին, 9-ից մեկը մեր ու ձեր կողմից շատ սիրված Վրեժ Աղաջանյանն է, ABC հեռուստաընկերության տնօրենը, ով նախկինում արդեն եղել է քաղաքապետ, աշխատանքի փորձ ունի, շփվել է մարդկանց հետ, կիսատ մնացած գործեր են մնացել եւ պարոն Աղաջանյանը սիրով նորից այդպես որոշել է իր վրա վերցնել մի շատ դժվարին ու պատասխանատու պարտականություն, լինել Գլենդելի հայության կողքին, օգնել նրանց բազմաթիվ հարցերում։ Դրա համար ես պարզապես որպես այստեղի Գլենդելի բնակիչ, իհարկե քվեարկության իրավունք չունեմ, բայց խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, ովքեր դեռ երկմտանքի մեջ են, անպայման իրենց ձայնը տան մեր տեխնացուին Վրեժ Աղաջանյանին, այնպես որ սա ես վստահաբար ու հաստատացնում եմ, որ ամեն ինչ շատ լավ է լինելու։ Իսկ հիմա այն թեման, որ այսօր ես որոշել եմ ներկայացնել ձեր ուշադրությանը, փոքրիկ այսպիսի նախաբան ասեմ, 2005 թվականի նոյեմբերի ուրեմն 6-ին, նոյեմբերի 5-ին ներողություն, արձանագրվեց մարզական մի փոքրիկ մեծ նվաճում, այսպես ասեմ, փոքրիկը մարզական մեծ նվաճում արձանագրեց։ 7-ամյա Արտյոմ Գալստյանը Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում ծնունդով Վանաձորցի 1 ժամ 41 րոպեում 262 անգամ մարմնամարզության պտտաձողի վրա կատարեց վերելք շարժում վարժությունը, երևի ավելի շատ այսպես հանրությունը հատկապես տղամարդիկ գիտեն, պայձյոն պերևարոտ այդպես է կոչվում, նրանք ովքեր բանակ ծառայել են շատ լավ գիտեն ինչ է դա նշանակում, 7-ամյա Մանչուկը, հրաշամանուկը, ուրեմն 262 անգամ պտտաձողի վրա այդ վարժությունը կատարեց, չնայած Արտյոմը ուրեմն որոշել էր, որ ավելի շատ, մինչև 400-ի այդպես պատրաստ էր, բայց կազմակերպիչները հասկացան, որ 262-ը արդեն իսկ ռեկորդ է համարվում, նրան անմիջապես այդպես իջեցրեցին եւ ամենահետաքրքիրը գիտեք որն է, այդ միջոցառումը լուսաբանել եմ անձամբ ես, ուրեմն 21 տարի առաջ 2005 թվականին ես այդ պահը ներկայացնողներից առաջինն եմ եղել, որ հայկական երկրորդ հեռուստալիքով ուրեմն հեռարձակվեց տեսանյութը ու չէի մտածում, որ հանկարծ օրերից մի օր ես Արտյոմին կհանդիպեմ այստեղ Լոս Անջելեսում, պատահաբար չգիտեմ որտեղից որտեղ Արտյոմը գտել էր իմ
համարը զանգը հարեց եւ այդպես ներկայանալուց հետո ինձ էլ շատ հետաքրքրեց, ասես որ տեսանյութը կա, տեսանյութը ուրեմն բերեց։ Հիմա մինչեւ զրույցը նախ ուզում եմ Արտյոմին ներկայացնեմ, Արտյոմ ջան, ողջույն։ Ողջույն։ Ուրախ եմ, որ այս 21 տարիների ընթացքում որ մենք իրար չենք հանդիպել, ես երբևիցե փողոցում քեզ տեսնեի, հաստատ չէի ճանաչի, բայց դու հաստատ ինձ ճանաչի։ Ես ես քիչեի։ Ուրեմն այս տարիների ընթացքում դու բավականին հաջողություններ նորից ունեցել ես, փոխել ես մարզաձևը, մարմնամարզությունից տեղափոխվել ես Շամարդ, բայց այդ մասին մենք քիչ հետո կխոսենք։ Հիմա առաջարկում եմ սիրելի բարեկամներ, դիտենք այն տեսանյութը, որ 21 տարվա վաղեմություն ունի այդ փոքրիկ ռեպորտաժը, որից հետո կշարունակենք արդեն Արտյոմի հետ միասին ծանոթանալ նրա հետագա այդ հաղթանակից հետո ինչ գործունեություն ծավալեց, ինչպես եկավ Միացյալ Նահանգներ, ինչով է հիմա զբաղվում, մի խոսքով հետաքրքիր զրույց է ձեզ սպասում։ Իսկ հիմա տեսանյութը դիտենք։ Իսկ այժմ սիրելի ռուսադիտողներ, ուզում եմ ներկայացնել այն անակնկալը, որ նախապես ես արդեն ասել ենք։ Տեսեք, պտտաձողի վրա 7-ամյա Արտյոմ Գալստյանն է, որ եկել է Վանաձորից եւ այժմ, ինչպես նշեցին նրա հարազատները, Վանաձորից եկած մարդիկ, Արտյոմը պետք է վարժություն կատարի պտտաձողի վրա, ըստ նախնական տվյալների նրան հաջողվել է մոտարապես 340 վարժություն կատարել Վանաձորում։ Այսօր Արտյոմը պատրաստվում է Երևանում անել 400 պտտաձողի վրա 400 վարժություն։ Տեսնենք կհաջողվի արդյոք փոքրիկ հրաշամանոկին գրանցվել ջութազնագրքում։ Լևոն, կարծում եմ նաև հեռուստադիտողներին է հետաքրքիր, ինչպես սկսվեց այս ամենը։ Շատ միամիտ 4 ամիս առաջ միամիտ նկատեցինք, որ կարմա երեխան մի տասատ անի եւ ուշադրություն դարձրեցինք, սկսեցինք ստուգել, դրանք որ շատ է հնարավոր անի եւ այտենց կամած ավելացրինք մինչեւ 350 հատ։ Առայժմս 350 հատ անում է, բայց մենք ռեկորդի պետք է գնանք։ Արտյոմ, դու գիտես ռեկորդը ում է պատկանում։ Ես չգիտեմ։ Սալդատի։ Զինվորին, հիշում ես։ Հա։ Այ դու պատրաստ ես նրա ռեկորդը գերազանցել։ Հա։ Այ ինչքան ամենաշատը քո կարծիքով, ինչքան կհաջողվի այսօր այս վարժությունը կատարել։ 400 հատ, 600, 500։ 400, 500, հա։ Կեցել, դե տեսնենք։ Պատրաստ ես։ Կարող ենք սկսել։ Երբ արցունքները լճացել են աչքերում, սակայն այդպես էլ չեն գլորվում, երբ ձեռքերն արդեն ընդարմացել են, ափերի մաշկը կարմրել ու տեղ-տեղ բացվել է արդեն, սակայն այդ ձեռքերը մարմինը ձողափայտի բարձունքից բաց չեն թողնում։ Երբ կամքը չի զիջում մարմնի աղերսին, միանգամայն վստահ ասում ենք, որ Արտյոմ Լևոնի Գալստյանը տղա չէ, այլ տղամարդ բառի ողջ առնական ու առենքնող իմաստով։ Նա ջուցազուն է իր նախապապ Դավթի ու զինվոր Հայդուկ Արաբոյի պես։ Մեր Արտյոմիկի կատարածը իրոք դա ֆենոմեն արդյունք է, 7 տարեկանում 262 անգամ, եթե սա տարիքներով ես բաժանում եմ, նրա ռեկորդը երկրորդն է Զարզանդից հետո։ Սիրելի բարեկամներ, ահա այն հայկական ջութազնագիրքը, որ 1991 թվականին հրապարակվեց գիրքը եւ այս 20 տարվա 2011-ի տվյալներով է այս գրքում գրանցված առաջին, այդպես ասեմ, հաջողակներից առանց Գինեսի ռեկորդակիրներից, այստեղ շատերը նաև Գինեսի ռեկորդակիրներ դարձան հետագայում, բայց Արտյոմի ուրեմն եռանդուն փոքրիկը վերնագրով գրված այս փոքրիկ էջի հաղթական պահն է ներկայացված այն ինչ որ ես ասեցի 1 րոպե 41 վայրկյան 262 պտույտ Արտյոմ ջան, հայրիկը նշեց, որ շատ 5-ից 10-ից սկսեցիր, այսպես կամաց։ Ինչու քեզ գրավեց հենց այդ պտտաձողը, այդ մարմնամարզական այդ վարժությունը։ Ճիշտն ասած, ինձ առհասարակ սպորտը միշտ գրավել էր։ Ես փոքր ժամանակվանից սիրել եմ սպորտ, եղել եմ սպորտի մեջ ու հայրիկս պարզապես հայաթում խաղալուց, ասենց ասեմ, նկատել էր արդեն 4 տարեկանում, որ ես անընդհատ պտտաձողի վրա եմ մեր հայատներում, որտեղ պատահի, ես սիրում եմ ելնել պտտաձողի վրա։ Մագլին էիր։ Այո։ Այդ ամեն ինչ նկատելուց հետո ինքը արդեն
որի համար ես շատ շնորհակալ եմ իրեն, տարիների ընթացքում ես դա հասկացա ինչ կարևոր բան էր։ Իր ինչ որ միտեղ պարտադրողականություն, ինչ որ միտեղ բրթել ինձ դեպի դուրնիկին, ասել մեր վլորվա акցենտով։ Ես սկսեցի արդեն ավելի ուշադրություն դարձնել հենց այդ վարժության վրա, քանի որ ինքն ինձ դա էր ցույց տվել, ես սկսեցի անել ու իմ մոտ շատ հեշտ ստացվեց 5 հատ, 10 հատ, 20 հատ, այդ արդեն 20 հատ այդ տարիքում անելը ինձ թվում է թաղում բոլորի համար, որ Արտյոմը կարող է 20 հատ, 30 հատ sense վարժություն անի, հետո արդեն ավելի ես այդ ժամանակ գիմնաստիկայով էի արդեն սկսել պարապել, իմ գիմնաստիկայի տրիներն էլ ասեց, բերեք փորձենք մի օր հատուկ ժամ հատկացնենք, տեսնենք Արտյոմը քանի հատ կարող անի տուրնիկի վրա։ Եթե չեմ սխալվում, ես այդ ինձ ասել են, չեմ հիշում, բայց եթե ինֆորմացիան ես ճիշտ եմ հիշում, այդ ժամանակը, որ ինձ տրամադրել են, արել եմ 70 հատ ու հանգիստ իջել եմ առանց հոգնել։ 6 տարեկան էր։ 6 տարեկանում ուղղակի պարապմունքի ընթացքում։ Բոլորի համար դա զարմանալու բան էր, որովհետև ժամանակ այնտեղ ավելի տարեց տղաներ կային, որոնք չէին կարողանում անգամ 10 հատ անել։ Ու արդեն այդքան տեսնելուց հետո շաբաթվա կտրվածքով օրը շաբաթը մի անգամ մենք դրա վրա ժամանակ էինք հատկացնում հայրիկիս հետ մեր հայաթում։ Մի օր հասանք այն աստիճանի, որ ես կարողացա անեմ 350-ից ավել այդ տարիքում, հենց սրա մասին ոչ մեկ չգիտեր, մենակ ես ու հայրս։ Ու ճիշտն ասած, այս մասը չգիտեմ ով է մեզ ուղեկցել դեպի Վարդան Թովմասյանն էր ժամանակ դյուցիազնագրքի տնօրենը, չգիտեմ ով է մեզ դեպի իրենց ուղեկցել, կապնվել են իրենց հետ, ասել են մենք սենց տղա ունենք, ով կարող է սենց բան անի, իրանք շատ զարմացել են ինչ-որ միտեղ, շատ դուր ա եկել իրենց այդ փաստը ու կազմակերպեցին շատ շուտ, որպեսզի մենք կազմակերպենք այդ միջոցառումը ու Շուշայնյանի անվան մարզադահլիճում տեղի ունեցավ։ Դուք այդ ժամանակ ես լավ հիշում եմ ձեզ։ Ասեմ ինձ համար անակնկալ էր 21 տարի առաջ դիտել այդ տեսաֆիլմը, սա աշխատանքային մի process էր, որ երբևիցե չէի մտածում, որ 21 տարի հետո ես պիտի անդրադառնամ այս տեսանյութը, որը արխիվային արդեն կդառնա ու իմ առջև նստած է բավականին հաճելի համակրելի երիտասարդ թիկնեղ, ով այդ սպորտի մկրտությունը ստացած, այդ ճանապարհը անցած, ռուսն ասում է զակալկայա ստացել, չէ, այդ ամեն ինչ այդ կոփվածությունը սպորտից անցած, հետո ինչ եղավ, լավ, գրանցումը ռեկորդը գրանցվեց դյուցիազնագրքում, դու դպրոցական էր, երևի երկրորդ, երրորդ դասարան, այդպես, հա, ու այդ տարիքում, երբ որ մի հաջողություն ես անում, մարզական, ասենք մի մեդալ ես նվաճում, քո անունը գրվում է ամենուր հեռուստատեսությամբ, Արտյոմ են ասում, դպրոցում քո հասակակիցները ինչպես ընդունեցին դա։ Ճիշտն ասած շատ հետաքրքիր տարիներ ես ունեցա դրանից հետո, որի համար շնորհակալ եմ Աստծուց, որովհետև ինձ փողոցում ճանաչում էին, դուք այնում եք։ Ինձ փողոցում ճանաչում են, ես ապրում եի ուրեմն որտեղ ես ապրում եմ, որտեղ իմ դպրոցն էր, մոտ 20 րոպե տրանսպորտի միջոցով պետք է գնայիր։ Մինչև իմ Երևան տեղափոխվելը դա իմ համար անվճար էր։ Բոլոր վարորդներին ճանաչում էին, ես որ մտնում եի, վայ, ես այն եռանդուն փոքրիկն է, քո համար անվճար, որտեղ ուզում ես կասես կկանգնենք կիշնես, այդ վերաբերմունքը հետո որտեղ արդեն դպրոցում իսկ Երևանի Տոմսը ավտոբուսով որ գալիս էր անվճար չէ։ Էդի չէ։ Էդի արդեն Զարձանդի ռեկորդից հետո տենց էի պլանավորել։ Կատակը մի կողմ արդեն դպրոցում իմ համար հատուկ պատի վրա հատուկ սպորտսմենների համար տեղ էին հատկացնել, որտեղ առանձին իմ նկարն էր կպցված, այդ փոքրիկ պատմությունը ինչ ա եղել։ Հետո մեր դպրոցում այդպիսի բան տեղի չէր ունեցել, որ տենց Երևանից մեծ անձնակազմ, շատ վաստակավոր մարդիկ սպորտի մեջ, ինչ-որ քաղաքականության մեջ կան Վանաձոր 7 տարեկան փոքրիկի համար, որպեսզի դպրոցում ներկայացնեն ինչ ռեկորդ է դա։ Մեր տնօրենին մենք ծնողներս մոտիկացան, ասացին, որ սենց բան է կազմակերպվելու դահլիճում, խնդրում ենք դուք ոնց որ ձեռնաբացեղեք դրա համար։ Տնօրենը ինքը ներկայացրեց այդ ամեն ինչը, բացման ինքը ներկայացավ։ Մի խոսքով իմ կարծիքով այդ տարիքի Վանաձորում ապրող երիտասարդի համար, դա երեխայի համար դա բավականին մեծ հպարտություն էր։ Ես դրա մեջով անցա որոշ տարիներ։ Ես հիմա հիշում եմ, որ ամեն տարի տարեվերջին 10 լավագույն մարզիկների մեծարման երեկո էր լինում 2005-ի դեկտեմբերի 30-ին քեզ օլիմպիական կոմիտեն հրավիրեց ներկա գտնվել, չէ, այնտեղ Ազարյանը կար, այնտեղ մեր օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյան, ով հավաքականի մարզիչն էր,
ըմբշամարտի Գագիկ Ծառուկյանը քեզ ընդունեց, այդպես մեծարեցինք, այո, բավականին մեծար։ Ես հիմա կամաց-կամաց սկսում եմ հիշել արդեն այդ տարիները, որովհետև շփումը մի քիչ ավելի իհարկե շփումը հետո չեղավ, բայց այն միջոցառումները, որոնք կապված են մարզաշխարհի հետ, միշտ էլ հիշողությանս մեջ մնացել է, առավել եւս որ մեծարվում են հանրապետության 10 լավագույն մարզիկները։ Լուսահոգի Ալբերտ Ազարյանը հպարտանում էր, որ ռեկորդակիրը մարմնամարզիկ է, ում հետ ճանապարհ է անցել, ում հետ դպրոցում մարզումներին ներկա եղել։ Մի խոսքով, այ երևի հենց դրանից էլ եկա, որ այսօր մենք մարմնամարզիկներ արդեն համաշխարհային մրցանակներ նվաճում, աշխարհի չեմպիոն գավաթակիրներ են դառնում, Համլետ Մանուկյանը երիտասարդ 17 տարեկան, 18 տարեկան, տեսեք արդեն Եվրոպայի լավագույն մարմնամարզիկ ճանաչվեց։ Լավ, հետո եկար Երևան։ Ես տեղափոխվեցի Երևան, ինձ ճիշտ ասած հրավիրեցին։ Ես մինչև Երևան տեղափոխվել ես արդեն մոտ 9 տարեկանից մինչև 13 տարեկանը ես Ժորա Հովհաննիսյանի աշակերտն եմ եղել։ Ըմբիշ, ազատ ոճի, այո, ազատ ոճի ըմբիշամարտ Ժորա Հովհաննիսյանի, որը բարձրաստիճան տիտղոսներ ունի աշխարհի վետերանների 17-ակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն։ Մինչև հիմա ինքը իմ համար ընկեր Ժորա է, մենք այդ կապը միշտ ունենք, շատ ջերմ։ Ինքը ինձ շատ լավ վերաբերվեց, թե սպորտի տեսանկյունից, թե մարդկային տեսանկյունից, շատ լավ տարիներ մենք ունեցանք իրար, դաստիարակչական տարիներ, ես sense կասեմ։ Այդ ժամանակ իմ հայրիկը արդեն գալիս էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ, իմ ընտանիքի որոշ անդամներ ստեղ էին, մայրիկս մնում էր իմ հետ։ Հետո նենց ստացվեց, որ մայրիկս էլ պետքա գար, ես արդեն մնալու եմ մենակ ու հետաքրքիր մի հատ բան տեղի ունեցավ, երևի Աստծո կամքն էր դա, մենք զանգ ստացանք հենց պարոն Թովմասյանից այդ ժամանակ հրավերք Օլիմպիական քոլեջ, որը սովորելու քոլեջում, որ այն ժամանակ գիշերօթիկ դպրոց էր։ Այո, իմ համար դա շատ լավ էր, որովհետև ես քանի որ իմ ծնողներն իմ կողքը չէին, մենք ունենք Երևանում բարեկամներ, բայց մենք նախընտրեցինք, որ ես մնամ հենց քոլեջի հատկացրած գիշերօթիկ հենց քոլեջին հատկացրած վայրում, որտեղ մարզերից բոլոր, ասենք, սպորտսմեններ մնում էին։ Այդ մեր համար շատ լավ էր, որովհետև մայրիկս կարծում էր, որ դա շատ ապահով տեղ է։ Նախ սպորտսմենների շրջապատի մեջ եմ ելնելու, հետո լավ դասատուներ կան, մի խոսքով։ Այդ հրավերը, որ մենք ստացանք, մի անգամից մայրս չմերժեց, ես ինքն է ինձ պատմել էլի, սենց հստակ։ Ու մենք որոշեցինք, որ ես պետք է գնամ Երևան Օլիմպիական քոլեջ սովորելու։ Այնտեղ ամեն մեկը չէր կարող ուղղակի դիմել ու ընդունվել, այնտեղ պետք է ինչ-որ սպորտի մեջ բարձրունքի հասած լինեիր։ Իմ բարձրունքը այդ ժամանակ համարվում էր այս ռեկորդը։ Ես ըմբշամարտի մեջ այդ ժամանակ մասնակցել էի որոշ արդեն մրցումների, բայց Հայաստանի առաջնություն հələ չէի հասցրել մասնակցեի։ Արտյոմ, դու այդ տեսանյութի ժամանակ նշել էր, որ քո հաջորդ ռեկորդը պիտի գերազանցի Զարզանդե, ով 22 տարեկան էր, արդեն զինվորական, զինվորականները պտույտ վարժություն կատարելու վարպետ են նրանք, որտեղ շատ են այդպես մարզվում, չկայացավ, այսինքն Ամերիկան խանգարեց, Ամերիկա գալը քեզ խանգարեց։ Շատ ճիշտ մեկնաբանեցիք, հենց Ամերիկան խանգարեց ինչ-որ միտեղ սխալ ասելը, բայց Ամերիկա գալը շատ փոխեց իմ կյանքում լիքը բան։ Դեպի լավը, բայց նաև որոշակի բաներ ես կորցրեցի, որոնք կարող է ես Հայաստանում շարունակեի ու շատ ավելի բարձունքների հասնեի, դա ոչ մեկ չի կարա երբեք ասել։ Մարմնամարզություն թե ըմբշամարտ, որտեղ դու քեզ ավելի լավ կզգաս։ Ըմբշամարտ, որովհետև ամենաշատ ժամանակը տարիներ ես ներ էի դրել ըմբշամարտի մեջ ու Հովհաննիսյան Ժորան, ընկեր Ժորան, նենց էր ինքը ներկայացրել ամեն ինչը, ինձ նենց էր ինքը կոպիտ ասած իմ մեջ ներդրել այդ սպորտի սերը, որ իմ կարծիքով, եթե ես մնայի ու շարունակեի, հատկապես Երևանում, այնտեղ մի քիչ ավելի ուրիշ ձևեր այդ ամեն ինչը վստահ եմ ավելի բարձունքների կհասնեի։ Դու եկար եւ այստեղ մեկ այլ Վանաձորցու մոտ սկսեցիր մարզումները, Արամի մոտ, Քենապս քլաբում, չէ՞, Քոչ Արամի մոտ, բայց արդեն ոչ թե ըմբշամարտ, այլ ձյուդո։ Այո, մեծամասամբ ձյուդո, սենց կարող ենք։ Արամը, Քոչ Արամը բավականին տաղանդավոր սպորտի մեջ անձնավորություն է, ինքը ուներ արդեն տարբեր տրիներներ, ովքեր մարզիչներ, ովքեր մարզում էին տարբեր բոքս, ըմբշամարտ, սամբո։ Ես ավելի շատ
սամբոյով էի զբաղվում հենց իր մոտ, բայց որոշակի ժամանակ շաբաթվա մեջ մի օր կարող լիներ, որ հենց ըմբշամարտով կամ անգամ բոքսով։ Դա երկար չտևեց, մոտ մի տարի ու կես, 2 տարի, հետո արդեն Ամերիկայի առօրյան, տեղի կյանքը, աշխատանք, դարավ ավելի շատ սիրողական սպորտի։ Ստացար մասնագիտություն։ Մասնագիտություն հիմա Քոլեջ գնացի, լեզու սովորեցի։ Այո, ամենակարևորը գնացի քոլեջ, լավ ժամանակ տրամադրեցի լեզվի վրա, որովհետև հենց այն տարիքից հասկանում էի, որ շատ կարևոր է, որ երկրում ապրում ես, հատկապես Ամերիկայի պես երկրում, լեզուն պետքա տիրապետես ու իմ մոտ շատ լավ ստացվեց դա, շատ կարճ ժամանակում, մոտ մի տարի ու կեսում ես արդեն ամերիկյան տեղերում հանգիստ կարողանում էի աշխատեի։ Հետո արդեն ինձ միշտ այդ հասուն տարիքից դուր էր գալիս անշարժ գույքը։ Ես միշտ մտածում եմ, որ դա շատ հետաքրքիր բիզնես կարող լինի, գործ կարող լինի։ Նախ մարդկանց հետ ես առաջ աշխատում, տներ ես սարքում, մարդկանց տներ ես վաճառում, սենց էի մտածում այն ժամանակ։ Ու ավելի շատ շեշտս դրեցի հենց անշարժ գույքի վրա։ Ու աշխատեցի արդեն տարբեր բիզնեսներում, որոնցից մեկը դարավ հենց դռների հետ աշխատելը, մուտքի ներսի դռներ, ունեցա իմ փոքր բիզնեսը։ Արտադրություն, այո, որը մենք հիմա ունենք ստեղել Ամերիկայի Միացյալ Նահանգներում էլ, բավականին որակով, բավականին բարձր աստիճանի դռներ ենք արտադրում հենց մենք։ Հիմա այս պահին իմ մասնագիտությունը համ դա է, համ անշարժ գույքը, որի մեջ ես սենց Դու բիզնես մասնագիտություն էլ ստացար, չէ՞։ Այո, ես քոլեջում ընտրեցի բիզնես մասնագիտություն, անգլերենի հետ միասին սովորում էի դա։ Մոտ 3 տարի ես քոլեջ գնացի ստեղ, որը ինձ շատ օգնեց ամեն հարցում, համ լեզվի հարցում, համ ստեղի մենտալիտետին մոտիկանալու հարցում, բավականին կարևոր տարիներ էին իմ համար։ Իհարկե, ինչպես բոլորը երևի, որոշ սխալներ եղան, որ հիմա հետև նայում կարան չլինեն, բայց դրանք ինչ-որ միտեղ ինչ-որ լավ բաներ սովորացրեցին ինձ կյանքում։ Հիմա սպորտը պարզապես հաճույք է դարձել ժամանակի ընթացքում մարզադալիչներ գնալ, մի քիչ մարզվել, թե հատուկ ինչ-որ ծրագիր ունես։ Գիտեք ոնց, հիմա շատ դժվար է, մեծ սպորտի այդ ճանապարհը անցած մարդու համար շատ դժվար է։ Շատ դժվար է։ Իմ շրջապատում ես ունեմ շատ սպորտսմեն ընկերներ, որը ինձ համար շատ հաճելի է, երբ որ իրենց հետ եմ մնում բավականին տաղանդավոր, բավականին բարձունքների հասած սպորտսմեն ընկերներ, այդ սպորտական կապը, շրջապատը ես հասկանում եմ, որ իմ մեջ է արդեն, ու չեմ կարծում ես կարող օրերից մի օր իմ շրջապատում հայտնվեն մարդիկ, ովքեր սպորտը ատում են կամ սպորտի հետ կապ չունեն, այսինքն ես սպորտից դուրս եկա, բայց սպորտի մեջից դուրս չեկա, ասենց կարող մեկնաբանեմ։ Դարավ ավելի շատ սիրողական, քանի որ ստեղ պետք էր աշխատել, պետք էր ժամանակ տրամադրել որոշ բաների վրա, բայց մինչև օրս ես փորձում եմ ժամանակ հատկացնեմ, գնալ տարբեր սպորտ մարզադալիչներ, որտեղ իմ ընկերներն են կամ ուրիշ ուղղակի ծանոթ սպորտսմեններ են ու իրենց հետ ժամանակ անցկացնել, պարապել, այդ միտքը ու այդ ցանկությունը մինչև հիմա կա իմ մեջ։ Հետաքրքիր է, որ հայկական ձյուցազնագրքում շատ են մարմնամարզության վարժությունները, գերազանցողները։ Ես հիշում եմ Դավիթ Ֆարաջանին, ով մարմնամարզության այդ պտտաձողի վրա պտույտներ էր կատարում, շատ կային փոքրիկներ, որոնք ոչ միայն ասենք պտտաձողի վրա, այլ ասենք իրանք պիտի մարմնամարզիկ լինեն, որ կարողանան շատ հարցերում նաև գերազանցել։ Սա 2011 թվականի ուրեմն ռեկորդներն է, որից հետո երկրորդ հատորը դուրս եկավ, երկրորդ հատորը արդեն վերջին երևի 2012 թվականից դա մինչև 11 թվականի վերջի հատվածն էր, 2012 թվականից մինչև օրս, եթե չեմ սխալվում, հələ հատորը չի փակվում։ Ռոման Սարդարյան ունենք, նա էլ ինչ-որ պտտաձողի չէ, այդպես մարմնամարզության, հիմա Ռոմանը Թալինում մեծ դպրոց է բացել ու ռեկորդները ընտրում է փոքրիկների, տաղանդավոր փոքրիկների 10-11 տարեկան, որոնք ռեկորդակիրներ են դառնում։ Որևէ մեկի հետ կապ ունես դու, բացի Թովմասյանից, ճանաչել ես որևէ մեկին։ Ես ճանաչել եմ Զարզանդին, առիթ ա եղել իմ հետ, նու ճանաչելի նկատում եմ։ Չասեցիր Զարզանդ, քո բախտը բերես, որ ես եկա Ամերիկա։ Առիթ ա եղել իր հետ ծանոթանամ, իհարկե մենք այս թեմայով զրուցել ենք, ինքն էլ իր հերթից ասել է, որ ինքը մոտ 2 տարի ժամանակ էր տրամադրում այդ վարժությանը անելուց առաջ։ 1150 հատ, որը աշխարհի ռեկորդ է, հələ մինչև հիմա ոչ մեկ ոչ մի տարիքային
սահմաններում։ Դու 7 տարեկանում արեցիր 260, բայց պատրաստ էր միջև 4 Ես 400 հատ մինչև պատրաստ էր արել եմ։ Այդքան ես ինձ համար արել եմ։ Ես գիտեմ, որ այդքանի պատրաստ եմ։ Տեսանյութում պարզ երևում է, որ ձեռքերդ արդեն այդ վնասվել էին, արյուն էր գալիս այդ պատտաձողի վրա, այդ ցավը զգալով էր, այդպես դժվարությունները։ Խնդրում եմ մի հատ նկարագրես այդ պահից, որ ում ներքին ձայնն էր քեզ հուշում, որ Արտյոմ պիտի միջև վերջ անես, Արտյոմ պիտի անես։ Հայրիկս շատ հետաքրքիր է, որովհետև մեծ քույրիկս էր այդ ժամանակ ներկա, համ մայրիկս, համ հայրս էր ներկա։ Մայրիկս ավելի շատ մեջքով էր կանգնած, որովհետև մայրական սիրտ է, իր համար ցավում էր, որ տենում էր ես տուրնիկի վրա, արցունքներն աչքերից, արունը ձեռքերով հələ շարունակում եմ անել։ Արդեն մոտ 100-ից հետո, 100 անգամ անելուց հետո արդեն իմ ձեռքերը բացվել էր, բայց ես դրան սովոր էի։ Իմ համար այդ արունը կամ ինչ-որ ձեռքի նայում էի, ինձ դա վախ չէր պատճառում։ Եթե ճիշտ եմ հիշում, ավելի շատ լարված էի, որովհետև երբեք այդքան այդ ձև պայմաններում, այդքան շատ մարդկանց կողքը, որ նստած ինձ են նայում, հաշվում են, տենց պայմաններում չէի արել։ Իմ համար ավելի շատ այդ լարվածությունն էր, որ ինչ-որ միտեղ արցունք բերեց աչքերից, ես ինչ-որ միտեղ արդեն մի պահ կար, որ ես իմ վրա եի կասկածում, բայց ամեն ինչ լավ ստացվեց, այդ արդեն որ մոտիկացա ռեկորդին, որ պարոն Թովմասյանը ասաց, կարանք արդեն իջացնենք փոքրիկին տուրնիկից, մեր սպասելիքներն ինքը ոնց որ բավարարեց։ Այդ ժամանակ արդեն ես հիշում եմ այս պահերն, էլի ուղղակի բաներ կար տպավորվել այն մեջ։ Նայեցի մայրիկիս, ինքը իմ այդ հավասար արցունքների մեջ էր։ Իր համար ես տանջվում էի, բայց իմ համար դա ռեկորդ էր, ինչ-որ մի հատ արցունք էր։ Դու քո մեդալները նվաճեցիր ըմբշամարտից։ Այո, որոշ ըմբշամարտից ունեմ բազմաթիվ շնորհակալագիրներ, բազմաթիվ ուրիշ մեդալներ հենց գիմնաստիկայի հետ կապված, այս վարժության հետ կապված։ Մեդալները թողեցիր Երևանում։ Մեդալները թողեցի Հայաստանում, այո։ Արտյոմ ջան, այնքան ուրախ եմ այսօրվա հանդիպման համար, որ առիթը եղավ փաստորեն շփվելու, հիշելու, վերհիշելու են լավագույն տարիները, որ իմ նաև ստեղծագործական գործունեության եւ նաև քո հետ 21 տարի հետո հանդիպել այն էլ Միացյալ Նահանգներում երբևիցե չէի մտածում։ Արտյոմ ջան, ուրախ եմ, որ այս 21 տարվա ընդմիջումից հետո մենք առիթ ունեցանք անդրադառնալու եւս մեկ անգամ վերհիշեցինք այն լավագույն տարիները եւ իմ ստեղծագործական կյանքի այդ փոքրիկ դրվագը հիշեցի իհարկե փոքրիկ հրաշամանակով, որ այսօր արդեն բավականին տղամարդավար է, այսպես նստած հավասարի պես մենք հարցազրույց ենք անում։ Ես հաջողություն եմ մաղթում քեզ, դեռ ուշ է զարզանդին գերազանցելու համար, պարզապես դու քո մեջ պիտի գտնես այդ ուժը, այդ ցանկությունը, երևի թողնենք զարզանդին էլ այդ ռեկորդը թող մնա զարզանդին, դու քոնը արել ես այստեղ գրքի մեջ պատմությունը կա, նայում ենք, տեսնում ենք հրաշալի ապրես, եռանդուն փոքրիկը այսօր արդեն մեր հաղորդման հյուրներ։ Շատ շնորհակալություն Վարդան ջան, շատ մեծ պատիվ էր իմ համար ձեր հետ նստել այդ տարիներից հետո այս հարցազրույցը ունենալ շատ հաճելի էր։ Շնորհակալություն։ Եվ հրաժեշտից առաջ ուզում եմ մեկ անգամ եւս լեռուստադիտողներ հիշեցնել, որ հունիսի 2-ին տեղի ունենալու Գլենդելի քաղաքապետանի խորհրդի անդամների ընտրությունները, որին մասնակցում են նաև ազգությամբ հայեր 9 տեխնացուներ, որոնցից մեկը լինելու է Վրեժ Աղաջանյանը, ABC հեռուստաընկերության հիմնադիրը, տնօրենը, մարդով երկար տարիներ ապրում է այստեղ Գլենդելում, եղել է նաև Գլենդելի նախկին քաղաքապետ, լիքը լավ գործեր է կատարել, օգնել մարդկանց եւ այսօր այդ կիսատ մնացած գործերը նորից կատարելու ցանկությամբ այդ մեծ եռանդով պարոն Աղաջանյանը մտնում է պայքարի մեջ, իսկ մայիսի 2-ին տեղի ունենալու արդեն այդ քվեաթերթիկների բաժանումը, այնպես որ 1 ամիս ժամանակ կա, ես որպես այս հեռուստաընկերության աշխատակից խորհուրդ եմ տալիս անպայման ձեր ձայնը տալ Վրեժ Աղաջանյանին ու վստահ եղեք, որ ամեն ինչ շատ լավ է լինելու։ Այսքանը մի մեդալի պատմություններ ABC հեռուստաընկերության եթերում իմ հյուրը հայկական դյուցազնագրքի 2005 թվականի նոյեմբերի 5-ին ռեկորդ գրանցած այն ժամանակ 7-ամյա Արտյոմ Գալստյանը։ Արտյոմ ջան, շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ, տեսություն։